Քայլեք լույսի մեջ։ Պողոս առաքյալը Եփեսոսի հավատացյալներին գրելով հիշեցնում էր, թե նրանք ովքեր են եղել նախքան Հիսուսին հավատալը։ Մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջ մեջ։ Եփեսացի 5-րդ գլուխ 8-րդ խոսք։ Նա չի ասում, որ նրանք խավարի մեջ էին, այլ ասում է, որ խավար էին։ Ինչ է խավարը։ Խավարի համար ոչինչ չի պահանջվում, իսկ լույսի համար էներգիա է պահանջվում։ Ձեր տանը գուցեև ամենալավ լուսավորման համակարգը ունեք, բայց եթե այն միացված չէ հոսանքի աղբյուրին, դուք խավարի մեջ կմնաք։ Դուք կմնաք խավարի մեջ, եթե միացված չեք ուժի աղբյուրին։ Հիսուսն ասաց. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա չի գնա խավարում, այլ կյանքի լույսը կընդունի։ Հովհաննես 8-րդ գլուխ 12 խոսք։ Լույսի աղբյուրին միանալու արդյունքը լույս է լինում։ Եթե դու ճշմարիտ հավատացյալ ես եւ Հիսուսի հետևորդ, ապա միացած ես բացարձակ ուժի աղբյուրին, եւ դու լույս ես։ Մենք կամ լույս ենք, կամ էլ խավար, չեն կարող երկուսն էլ լինել։ Անհնար է, լույսը չի կարող խավարի հետ փոխզիջման գնալ, այն միայն կարող է բացահայտել խավարը։ Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է եւ ոչ մի խավար չկա նրանում։ Եթե ասենք, որ հաղորդություն ունենք նրա հետ եւ խավարի մեջ մանգանք, սուտ ենք ասում եւ ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Հովհաննես 1-րդ գլուխ 5-ից 7-րդ խոսք։